Օգտվում եք արդյոք Երևանի տրանսպորտից։ Այո, Գոհ եք։ ոչ։ Ինչը կուզենայիք որ փոխվի։ Այս քարտային համակարգը դժվար է, մեկ մոռանում ես, լցրել ես, չես լցրել։ 3 օրվա համար, ասենք, ես լցրել եմ, ասենք 4 տոմսի համար։ Բայց երկու անգամ եմ գնացել, այդ գումարը կորման չի համար։ Օրինակ հիմա շատ սեղմված եկել եմ, մի կանգար շուտ իջա, որ ոտքով այդքան տեղը գնա, որտեղ չէի դիմանում, անկեղծ եթե ուզում եք իմանաք։ Իսկ վճարային համակարգից ինչ կարող եք ասել դու եք թե չէ։ Իմ հերթին իմ ձևով վճարում եմ, թոշակի քարտով հարմար տարբերակա վճարում եմ։ Իսկ եթե համակարգն եք հարցնում, երբեմն խոչընդոտ է այդ վճարման մեխանիզմը, ինչի, որտեղ պատահում է քարտը չի անցնում ուղակի։ Երբեմն 2-3 անգամ կամ մեկ մի ապարատին, մեկ մյուս ապարատին, ամեն դեպքում ուսումը ցանկացած լավ բան նաև իր բացասական կողմերն ունի։ Հիմնականում հարմար է։ Հարմար է մանր տալու, վերցնելու, կանխիկի բարագայում էլ այդ խնդիրը որ չկա, այդ առումով հարմար է։ Իսկ սովորաբար երկար եք սպասում ավտոբուսը գալու։ Կոնկրետ 11 համարով եմ ես ավելի շատ գալի, բավականին քիչ է այդ տրանսպորտը, ոնց որ գծի վրա քիչ են։ Համենայն դեպս շատ լիքներ ու դժվար, ես անկեղծ պետքա քայլեմ մի կանգար դեռ ավել, էլի, 1.5 կանգար քայլեմ ու շուտ իջա, որտեղ ճնշում էր արդեն ներսում։ Գոհ ենք, ամեն ինչից էլ գոհ ենք։ Ну երբեմն, հիմնականում մետրոպոլիտենից եմ օգտվում։ Իսկ ինչ դժգոհություններ ունեք կամ գոհ եք, դժգոհ եք։ Ну այդ համակարգից ենք դժգոհ, առավոտյան աշխատանքից ուշանում ենք, տեսելի ապարատները չի աշխատում, միջև լիցքավորում ենք, ահագին ուշացում է լինում։ Սովորաբար ինչքան եք սպասում։ Ну մի գոնե 5 րոպե լինում է օր, որ ընդհանրապես այդ տեսելի ապարատները չեն աշխատում, հենց առավոտյան ժամերին են իրանք, ինչ որ ռեստարտ են անում, ինչ են անում, այդպիսի պատճառաբանություն։ Նորմալ իր ժամին գնան, կան աստանովկեքը մարդիկ այդքան չսպասեն, վсё։ Գոհ եք։ Չէ, ամեն մի գծի մեջ է, եթե մի երկու հատ ավտոբուս ավելացնեն, հեշտությամբ գնանք, անգուհ կլինենք։ Ես վճարումները կատարող մարդ եմ։ Իսկ վճարային համակարգից գոհ եք։ Գիտեք ինչ, իմ ասելով չի համակարգը, բայց ոչինչ։ Ես վճարող եմ։ Ուզում եմ նա փող լինի, ուզում եմ տենց լինի, մեկը ես վճարում եմ։ Չվճարողը չի վճարում, վճարողը վճարում է։ Իսկ տրանսպորտին երկար եք սպասում սովորաբար։ Անպայման, եթե ուշացանք մանավանդ 74-ից լողի գնալու օլիմպիավանի օրերը մեր տրագեդիան է։ Ուշացանք ստեղից, ուրեմն կես ժամ ուշանում ենք դասից։ Շատ քիչ է տրանսպորտը, խնդրում եմ ավելացրեք։ Վալիդատորներից, որոնք որ նորմալ չեն աշխատում։ Իսկ կանգառներում երկար եք սպասում սովորաբար ավտոբուսին։ Օրը գիտի, սուտ չեմ կարող ասել, օրը գիտի, կա որ նորմալ է, կա որ երկար եմ սպասում։ Կոնկրետ ես 2 համարի եմ սպասում, 52-ին եւ 17-ին։ 52-ը լինում է որ ուշանում է, լինում է որ նայած, սուտ չեմ կարող ասել։ Բացի ձեր նշած խնդրից, այնի ինչ որ խնդիր կա, որ կուզենայիք որ շտկվի։ Եվ թելսելի հարցն է, որ շատ անգամ լինում է որ եթե նենց ժամ է, որ պիկ ժամ է, թելսելը նորմալ չի աշխատում։ Այսինքն կարող ես համարը հավաքել, ինքը ցույց տա, որ չի գործում դա, ինչ որ կարմիր բան է բացվում ու չի գործում։ Որ արդեն դրա պատճառով փաստացի չես կարողանում այդ քո լիցքավորել քո քարտը, ստայնում եւ օգտվել տրանսպորտից։ Շատ գոհ եմ, բայց այդ վճարումների պահն է, որ չեն վճարում շատ մարդիկ։ Ես կուզեմ, որ ավելի խիստ լինի այդ վճարումների հարցը։ Օրինակ Եվրոպայում լույս է վառվում վարորդի մոտ, ցույց է տալիս, չեն վճարի, չի շարժվում։ Մինչև չվառվի, թող շարժվի։ Պետք է խստացնել, բայց տրանսպորտից գոհ եմ։ Օրինակ ինձ թվում է, որ երբ փողը մուծում ես, պետք է մի հատ թղթիկատոր քեզ տա, որպեսզի դու տեսնեն, որ մուծել ես։ Իսկ դա ոչինչ չի տալիս։ Մարդկա փողը գցում, մարդկա չի գցում, ոնց վիճակ ես։ Տրանսպորտ չի արդեն։ Ավելի քանի գնա տենց վատանալու է տղիկ ջան։ Հույսել չենք փայփայում, որ լավ կլինի։ Իսկ կոնկրետ ինչից եք դժգոհ։ Ընդհանրապես տրանսպորտը հաշվում են նստատեղով, ոչ թե կայնածներով։
Իրանց էլ զգուշացրեք, ասեք ժողովուրդը հիմար չի, շատ լավ հասկանում է։ Օգտվում եմ, Գոհ եք։ ոչ։ Ինչ դժգոհություններ ունեք։ Նախ շատ ուշ է գալիս, ժամանակին չի գալիս։ Ու տեղ չի լինում, նույնիսկ նստելու երեխայի հետ։